Ես կարծում եմ մեսիջը այսօր այնքան խելամիտ կգտնվեն իշխանությունները մեր կամ արդեն իսկ կառավարության անդամները, որոնք ժամանակավոր պաշտոնակատարներ են, որ օր առաջ հենց վաղը նիստի ժամանակ այս հարցերը հանձ են կառնում լուծելու, բարձրացած հարցերը, որովհետև գիտեք դատարանի որոշումը պիտի անհապաղ կատարվի եւ այսօրվա ակցիան կարծում եմ այդ մեսիջը իրենց հասցրեց, եթե ոչ, ապա հայտարարում ենք բոլոր հետագա քայլերի, արային ավելի լայնածավալ ճնշումների, բոլոր անկախատեսելի քայլերի պատասխանատուն իրենց արդեն իսկ պատասխանատվության տակ է լինելու, ոչ թե մեր, որովհետև չի կարելի շարունակաբար արհամարել հանրային պահանջը, արհամարել դատարանի որոշումները, չի կարելի, մի օր դրան վերջ պիտի գա, եւ ինչքան շուտ վերջ գա, այնքան վճարված սոցիալական գին ավելի ցածր կլինի։ Ահա, եւ փաստորեն դուք իր երկխոսության կոչին չեք արձագանքելու։ Երկխոսության կոչ այս պարագայում ես որակում եմ որպես հապորնի գործարքի հրավեր, որովհետև չի դատարանի որոշումների կատարման մասը քննարկելը նման չի կարելի քննարկել դատարանի որոշումը անել չանել երբան կամ ինչքանով անել, պիտի անել անհապաղ, ուղղակի։ Եվ այստեղ արդյունաշնորհքային խումբի գործադիրը կամ օրենսդիրը միասին կազմեն ու ոստակ որոշեն այսօր անում ենք սա, այսօր բավարարում ենք պահանջները։ Մեզ հետ հանդիպում են, որ այսինքն ինչը քննարկել անում ենք, թե չէ կամ սա կարգենք եկեք այսքանը մենք անենք, այսքանն էլ դուք փողոց մի փակեք, հա չի կարելի, դա դատարանի որոշում է եւ գործարքներին չի կարելի գնալ։ Երկու կարծիք ուզում տալ։ Առաջի հարցը Տիգրան Սարգսյանի այստեղ ներկայանալ ձեզ համար սպասելի էր եւ ինչպես կմեկնաբանեք նրա այստեղ ներկա լինելը։ Արդեն սպասելի չէր, ճիշտն ասած, չէ, ված չեմ նրան լավ է որ իջավ ներքև, հա, ողջունում եմ որ իջել է ներքև, բայց լավ կլիներ նաեւ ասելիք գործը առաջարկը չաներ ու գնար, նաեւ լսել դրան պատասխան ինչու մամուլով եմ տալիս, հա, թե ինչու երկխոսություն չի կարող լինել այս հարցի կապված, ոչ թե որ մենք ռադիկալ ենք եւ երկխոսության ունակ չենք, ոչ, չի կարելի դատարանի որոշումները քննարկել, չի կարելի դատարանի որոշումները երկխոսության միջոցով քննարկել, որ մասանենք, որը չանենք կամ գործարքի գնանք, չկա նման բան։ Սա կա պահանջ, սա ոչ միայն հանրային պահանջ, դատարանի պահանջն է բարձրացնել, պահանջ եւ պիտի ենթարկվեք վերջ։ Այս սա պարտադիր է ձեզ համար։ Հիմա դեռ մաշկի ազգան պարտադրանքը ինչ է։ Բայց սա օրենքի ուժով պարտադրանք է։ Շատ է։ Եվ 12-ին արդեն կոնկրետ հարցերի պատասխաններ կտրվեն։ 12-ին ես վստահ եմ որ մեր հավաքը շատ մեծ է լինելու ու իրանք խելամիտ գտնվեն, հարցերը օր առաջ կլուծեն իրենց այդ խացավանքից ազատելու համար։ Եթե խելամիտ։ Շնորհակալ